Բարոյցես հարգելի բարեկամներ, սոցիալական դուետը շարունակում է իր աշխատանքները, մեր ստեղծագործ ժողովուրդը, մեր հայ ժողովուրդը ներկայացել է իր առաջարկները եւ թեմաների մի մեծ շարք է ներկայացել, որի վերաբերյալ նրանք ցանկանում են լսել իմ Հրայր Կամենդացյանի եւ պատմաբան Արեգ Սավգուլյանի կարծիքը։ Բարոյցես, պարոն Սավգուլյան։ Բարև ձեզ, պարոն Կամենդացյան։ Անդրադառնանք հիմնական հարցին, որը ասուրիսի ժամանակ փաստորեն Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ եւ մենք հասկացանք այս ժամանակահատվածում, որ ինքը ես եմ կառավարությունը ծրագրի շրջանակներում, օրակարգի շրջանակներում ոչ միայն մարզային ացելությունների ժամանակ ցուցումներ է տալիս այս կամ այն անձի աղջկան չնշանակել մանկապարտեզի տնօրեն, այլև իր անձնական, այսպես ասած, դիկտատորան է հաստատել մի շարք մշակութային ոլորտներում, այդ թվում նաև ցեղասպանության ինստիտուտում։ Պարզվում է, որ ոչ թե լիազոր մարմին հանդիսացող կրթության, գիտության այդ նախարար Ժաննա Անդրեասյանի ցուցումով է եղել, այլ փաստորեն Նիկոլ Փաշինյանը անկեղծացավ, եթե դա կարելի է այդպես համարել, որ անձամբ իր ցուցումով Դուք երբևիցե հավատացել եք ձեր հիշատակած մարդու ազնվությանը կամ կեղծիքից հեռու գտնվելու։ Դե իր մոտ այդ ազնվությունը եւ անկեղծությունը հարաբերական է, երբ որ ինքը անկեղծանում է, ինքը SMS-ներ է ուղարկում, երբ որ ինքը անկեղծանում է մարդկանց անիմաստ աշխատանքից ազատում է նրա համար, որ այդ մարդիկ իրենց պարտականություններն են կատարում։ Հիմա կոնկրետ տիկին Էդիտա Գզոյանի դեպքի հետ կապված ինչ է ստացվել, փաստորեն այս մարդը անձնավորությունը պատվարժան տիկինը հանդիսանում է ցեղասպանության ինստիտուտի տնօրենը, որին կից է նաև ցեղասպանության հուշահամալիրը, ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի ժամանակ նրան նվիրել է Արցախի մասին գիրք եւ զուգահեռ կատարել է իր տնօրենի պարտականությունները, այսինքն երբ որ բարձրաստիճան հյուրեր են գալի, կհիշեք այն ժամանակ նույնիսկ կարծեմ երբ Հայկ Դեմոյանն էր երկար տարիներ, երբ որ գալիս էին նախագահներ եւ այնտեղ հատուկ տեղ կար, որ հիշատակի այսպես ասած եղևնիներ էին տնկում եւ հիմա ոնց որ կարգը փոխվել է, այսինքն հարց է առաջանում տվյալ ցեղասպանության ինստիտուտի տնօրենը, երբ որ բարձրաստիճան հյուր անդրում, ինչ պետք է, ինչից պիտի խոսա։ Նույն տպավորություն է ստեղծում, որ բանը թանգարանի տնօրենը ոչ թե մեր ազգային ինքնության հիշողությունը, մեր ազգային ինքնության կարևորագույն եւ ողբերգությունը եւ վերածնունդը խորհրդանշող ռազմավարական գիտական կառույցի ղեկավար է, այլ կոմեդի քլաբի տնօրեն է կամ տեխնիկային թատրոնի տնօրեն է, որը պետքա զվարճացնի։ Ես առաջարկում տեխնիկային թատրոնին թողնենք հանգես, որովհետեւ այդտեղ քաղաքական մի մեծագույն տիտան է աշխատում։ Եվ այդ տիտանը անդադ ինչ-որ քաղաքականությանն է խառնվում, եւ ոչ ոք նրան չի ասում Ղարաբաղի հերոսների հետ զբաղվի, դու քաղաքականության մեջ ինչ գործ ունես։ Դուք երևի նկատի ունեք, որ հիմա գեղարվեստական ղեկավար է աշխատում։ Հավանաբար Ռուբենը անունը, եթե այո, Ռուբենի, որը ինչ որ մտրակի հարվածներ էր առաջարկում քաղբանտարկյալների ուղղությամբ կիրառել, անգամ հոգեվորականների արքիեպիսկոպոսի նկատմամբ։ Այո, ճիշտ է։ Միգուցե խորհրդանշական մտրակ էր, բայց դատելով տեխնիկների հետ աշխատանքի նրա այդ հաջողությունից, հավանաբար այստեղ հնարավոր է հիշել Ղարաբաղին, չէ՞, նա տեխնիկների Պիերոյին շանորներ գցում, ամենուր ծեծում էր։ Դե զարմանալի է, որ մարդը այդքան տարիներ աշխատել է այդ ոլորտում եւ փաստացի իր հիմնական առաքելությունը պետք է լիներ ուրախություն պատճառել երեխաներին, բայց իր մեջ ինչ որ սադոմազոխիստական հակումներ են առաջացել։ Եկեք իրեն այլևս չքննարկենք։ Այո, որտեղ մեր հետաքրությունների այսօրվա ծիրում ինքը ընդհանրապես չի գտնվում եւ ընդհանրապես հիմա հանրային դաշտում էլ այդ մի երկու զարամանահրաշ արտահայտություններից հետո ինքը անհետացել է եւ ընդհանրապես օգտիսի դարձել։ Պարոն Սավգուլյան, ես մի հարց կա դրա հետ կապված, եւ որ դուք հիշատակեցիք SMS-ներով հաղորդագրությունները, որոնք որպես կանոն դրամատիկ ընթացք են ստանում ստացողների համար։ Հիանալի աշխատող ոստիկանապետ ունենք, մի գիշերվա ընթացքում պարզվեց ոչ եւս է մեր հետ։ Ունենք, ենթադրենք,
ԲՏԽ նախագահ ունեին, ԲՏԽ նախագահ, զանազան բազմաթիվ, արդեն հերոսներին արդեն չենք էլ հիշում, նրանք շարքերով են, որովհետև արդեն 1-2 անհատ չեն։ Դա գիտեք ինձ ինչ է հիշեցնում, դա ինձ հիշեցնում է արաբական խալիֆատի ժամանակ, երբ որևիցե կամակոր, այսպես պաշտոնավորի, օրինակ վեզիրի կամ գայմակամի ինչ որ չէ, երբ որ սուլթան ուզում էր հեռացներ, նրանց խալաթ էր ուղարկում։ Խալը ստացողը գիտե, որ առավոտյան ինքը արդեն կենթանի չպետք է լինի։ Հիմա մենք կարող ենք այս միջնադարյան այդ խալատ ուղարկելը, թոք ուղարկելը, ընդհանրեք նմանել այդ SMS-ներին։ Դա կառավարման ինչ նոր ձև է։ Գիտեք ինչ, եթե Հայաստանի Հանրապետության ներկայ իշխանությունները հստակ ընդունել են վիլայեթացման եւ չակերտել ինչ որտեղ նաեւ կրոնափոխման, որտեղ անհասկանալի է թե ինչ կրոնի իրենք դավանում, պրակտիկա, հնարավոր է նաեւ այլ քաղաքակրթությունների եւ մշակույթների բնորոշ ծիսակարգեր ներմուծեն եւ նմանատիպ նորարարական մոտեցումներ, այսպես ասած, կիրառեն սեփական աշխատողների նկատմամբ։ Ես հիշում եմ, որ նաեւ Զահաբանը տարբեր տեսակի հումորային ակնարկներ եւ մեմեր էին պատտվում, որ ինչ որ մեկը վերջի պահին կարողացել է Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնել հեռախոսը եւ նա ուղղակի ֆիզիկապես չի հասցրել ամբողջ կառավարությանը եւ պետական աշխատողներին SMS-ներ ուղարկի։ Դուք պատկերացնում եք, որ մի օրվա մեջ պարզվեր, քանի որ ինքը նույնիսկ մանկապարտեզի տնօրենը նշանակում կամ ցուցումատալի չնշանակել, ամբողջ հանրապետությունը ոչ մի պետական եւ համայնքային աշխատող չէ։ 230,000 քաղաքացի։ Այո, մի օրվա մեջ բոլորին ազատում է աշխատանքից եւ նամանավանդ հիմա վերջերս մի անգամ ցիտեցինք ինչ վերաբերում այդ սոցիալական ծրագրի իրականացմանը, պարզվում է իրենք շատ մեծ քանակությամբ գումար է պետք, որպեսզի կարողանան բարեհաջող վերընտրվել եւ այս կտրվածքով հնարավոր է որ մի օր բոլոր պետական եւ համայնքային աշխատողները արթնանան եւ պարզի որ իրենք գործազուրկ են։ Բոլոր տապալումների մասին շատ զրուցենք։ Ինձ գիտեք մի միտք տվեցիք գրքի մասին, երբ որ մենք զրուցում էինք, չէ՞։ Այո։ Արգելված գրքի։ Այս գիրքը ինչի մասին էր։ Արցախի, Պարոն Կոմենդացիան, գիրքը Արցախի մասին էր եւ նաեւ բացի գրքից հիշենք, որ Վենսին ներկայացրել է այնտեղ տեղակայված խաչքար կա, հուշաքար կա, նվիրված է Սումգայիթյան ջարդերին եւ բնականաբար որպես քրիստոնյա Վենսին։ Այո, Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն ներկայացրել է նաև համառոտ ակնարկ հայոց մեծ եղերնի հետ կապված։ Կարծում եմ նաև հայոց պատմության հետ կապված։ Բայց հիմնական, այո, բայց Արցախի։ հիմնական շեշտադրումը ամբողջ, այսպես ասած, սևեռումը եղել է Արցախի գիրքը, որովհետև անգամ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց Ցեղասպանության ինստիտուտի տնօրենին սադրանքի եւ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու մեջ։ Սադրանքը որն է, Վենս ինչ էր անելու, սադրանքի արդյունքը ինչ էր լինելու։ Դե գիտեք, ինձ թվում է, որ վարչապետ ուղակի շատ ծանր էր տարել, որ Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը Վենսին նվիրել էր ինչ որ անշուկ դժգույն երկրամասին նվիրված գիր, փոխարենը կարող էր Վենսին հանձնել տարբեր լեստավյաններ եմ հավաքել։ Տարբեր ֆանտազիաներով հագեցած երկրի հակառակ կողմը գլուխ գործոցը, որը 2018 թվականին թոփ վաճառքի էր, երբ որ հարցադրում էին անում վարչապետին որտեղից ձեր եկամուտները, ասում էր գրքի վաճառքից։ Հիմա այս թվում է գրքի վաճառքը կանգնել է եւ ինքը երևի հույս ուներ, որ Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը թողած այդ բազմաթիվ գրքեր են Ֆրանց Վերֆելի Մուսա Լեռան 40 օրը եւ այլ բազմաթիվ աշխատություններ այդ ժամանակաշրջանում Թուրքիայում գործած տարբեր դեսպանների օտարերկրյա հիշողությունների նվիրված միսիոներների դեսպանների այդ ամբողջ գրականությունը պետքա դրվեր մի կողմ եւ հանձնվեր երկրի հակառակ կողմը։ Երևի նախատեսում էր, որ նույն Վենսին կից մի հատ հետաքրքիր ինստիտուտ կա, որին առանձին կանդրադառնանք, այդ ինստիտուտի կողմից անգլերեն տարբերակով թարգմանվեր եւ բաժանվեր ամերիկյան հասարակությանը։ Ինքը մտածում էր, որ երկրի հակառակ կողմը կարող է դառնալ բեսթսելլեր Ամերիկայում եւ 350 միլիոն ամերիկացի վարչապետներ կկարդային Հայաստանի
այսպես կոչված ամենայն հայոց վարչապետի ստեղծագործություն։ Ես վարչապետի կամ կանցլերի հետ կապված մի զուգահեռ ուզում հասկացնեմ 32-3 թվականներին, երբ Հիտլերը այդ ավստրիացի ակվարելիստը, չէ, երբ որ դառնում է այդ մոլագարը Գերմանիայի կանցլեր, կես տարի հետո նրան զեկուցում են, որ դատական հայց են հարուցել իր նկատմամբ։ Ինչ է պարզվում։ Պարզվում որ Հիտլերի իմ պայքարը, իմ աշխատանքից ինչ որ խզբզանք կա։ Իմ պայքարը։ Այո։ Երբ որ պարզվում է, որ դրա վաճառքների գումարը, որ իրականացվել կուսակցական գանձարանի փողերով, չէ, նա չէր հարկվել։ Եվ մի հարկային տեսչությունը մի խիզախ գերմանացի է հայտնվում, եւ այդ յուրացնելու փաստը այդ իրենց ղեկավարի, ժամանակ այդ մոլագարի բարձրաձայնում է եւ Հիտլերին դատի են տալիս։ Պատկերացնում եք Հիտլերի ինչ է կատարել։ Մեր պատկերացումներով, չէ, միգուցե շատերը Դե նվազագույնը պետք է ուղարկեն համակենտրոնացման ճամբար։ Եթե շրջանում հասցրել։ Նվազագույնը կարծում եմ 2 անգամ կամ 3 անգամ։ Գնդակահարեր։ Հա, տանը մի համակենտրոնացման ճամբարից, մյուսը տեղափոխել, մյուսը, միջև այդ մարդը այդ հայցի գաղափարը իր մեջից աներ։ Հիտլերը այդ մարդուն շնորհակալություն է հայտնում եւ իրենց կուսակցությունը, այդ նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը ամբողջ գումարը յետը վերադարձնում պետական գազան։ Երբ որ դուք հիշատակեցիք այդ երկրի հակառակ կողմը նման շքահանդեսը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչու՞ չէ, Օվկիանիայում, Պոլինեզիայում, բոլոր հնարավոր կղզիներում, ինչու՞ չէ, դա կապիտալ է, չէ՞ վերջ-վերջո։ Շատ լավ։ Մինչև նոր հանդիպում։ Համեցեք, ստեցուն ձեզ։ Հաջողություն։